Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու հարցրեք ուր է կորել Բարգավաճ Հայաստանի ձայները, կասեն Վահագն Հովակիմյանը գողացել է։ Այս մարդը տեղում չի, այս մարդը այնպեսի ամպորինություններ է արել ինքնագլուխ, որ հիմա չի կարողանում հարցերին պատասխանի։ 3000 ավելի քաղաքացիների սահմանադրական իրավունքը ոտնահարում են, քանի որ այդ մարդիկ գնացել էին ընտրատեղամասեր, իրենց համար իշխանություն ձևավորելու ակնկալիքով։ Տեսանք ռեպրեսիաներ եւ նախընտրական process-ներում, եւ հետընտրականում, եւ ընտրությունը լրության օրը չեմ խոսում։ Այս ամենը ինչի մասին է խոսում։ Վարչական ռեսուրսերով, այսքան ճնշումներով, անգամ 50%, մոտ 50% ձայն չհավաքեցին։ Ողջունում եմ հարգելի հեռուստադիտողներ, այսօր Եվրամեդիա 24-ի տաղավարում հյուրընկալել եմ Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանին։ Բարև ձեզ, պարոն Ստեփանյան։ Շնորհակալություն, որ այսօր այստեղ եք։ Ձեզ եմ շնորհակալ։ Սահմանադրական դատարանում քննարկվում է ազգային ժողովի ընտրությունները, դրանց վավեր լինելու կամ չլինելու թեման։ Այդ կարծիքն է հետաքրքիր, արդյոք անաչառություն կդրսևորի Սահմանադրական դատարանը եւ ինչ սպասել հուլիսի 4-ին առհասարակ։ Անաչառություն կդրսևորի թե ոչ, մենք բոլորս ականատես կլինենք 3 օրից, իսկ ինչ վերաբերում այս 7 օրվա տարբեր քաղաքական ուժերի բողոքների քննությունը, մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում, տեսնում ենք, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ինչպես է պատասխանում, ճակերտների մեջ պատասխանները, այս մարդը տեղում չի, այս մարդը այնպեսի ամպորինություններ է արել ինքնագլուխ, որ հիմա չի կարողանում հարցերին պատասխանի։ Նույն հենց կապված Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ, որտեղ որ Մայր Հայաստանը համատեղ Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ գնում էր համապետական ընտրություններին, բոլորի աչքի առաջ պարզ դարձավ, որ ընտրությունների հաջորդ օրը առավոտյան հայտարարեցին, որ Բարգավաճ Անցողիկ շեմը հաղթահարել է եւ այսպեսով 4 ուժ մտնում է խորհրդարան։ Դրանից 1 ժամ կամ 2 ժամ չեմ մետաբերում։ Հիմա 2 ժամ հետո հայտարարեցին, որ ոչ, չի հաղթահարում, քանի որ 3 ընտրատեղամասերի արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ սահմանադրական եւ ապօրինի որոշման հիման վրա անվավեր է ճանաչում։ Այնինչ այդ 3 ընտրատեղամասերում Բարգավաճ Հայաստանը պատկառելի ձայներ էր ստացել, իսկ ինչ բերեց հիմնավորում, ասում եմ մենք հետո հետազոտեցինք, տեսանք, որ այդ ընտրատեղամասերում ժամը 8-ից հետո զինվորներ են եկել, մեր զինծառայողներն են եկել ընտրության։ Թե զինծառայողներն ովքեր են 8-ից հետո բերել ընտրության երեկոյան, դա էլ է պարզ իշխանությունը։ Հանձնաժողովի նախագահները այդտեղ եղել են, չեն եղել եւ ինչպես են թույլ տվել։ Հանձնաժողովի նախագահը եղել է, ընտրությունները այդտեղ նորմալ, ոչ մեկ ոչ մի ապօրինություններ չի տեսել հանձնաժողովում, ընտրությունները եղել է, փակվել է, հաշվարկն արել է, արձանագրության մեջ բոլորը ստորագրել են ու վերջ, նորմալ է։ Իսկ հետո որ տեսնում են, որ այդ ձայները կարող են Բարգավաճից հանել, Բարգավաճին չթողնեն, որ Անցողիկ շեմը հաղթահարի, քանի որ մեծամասնություն 3/5 չի ունենում քաղաքացիական պայմանագիրի ազգային ժողովում, այդ սիրուն մի գծագիր է գծում են ապօրինի եւ ուզում են կյանքի կոչել։ Հիմա այսպես ասած, այս ամեն ինչը Վահագն Հովակիմյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գցել է ոտքին, իր տարբեր հարցերը, պատասխանները, տեսնում ենք ինչ ձևի պատասխաններ է տալիս, մարդը կոնկրետ իրեն հարց են տալիս, ասում են գնդակը, դարձել է արդեն բոլորի Facebook-յան էջերում, տարբեր սոցիալական հարցերում, տարբեր հարթակներում կա այդ տեսանյութը, ասում են գնդակ, դարպաս, գոլ, այս մարդը այդ պահին չի կողմնորոշում, ասում է, բայց գնդակը գողացել ենք ձեզանից։ Հենց այդ գնդակը այդ Բարգավաճի ձայներն է։ Այսինքն փաստում են իրենք, որ այո, ձայնագողություն է տեղի ունենում։ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու հարցրեք ուր է կորել Բարգավաճ Հայաստանի ձայները, կասեն Վահագն Հովակիմյանը գողացել է։ Իսկ ինչի կասեն, որովհետև այս մարդը սահմանական դատարանում հենց ինքը փաստեց, որ այո, գողացվել է։ Ինքնախոստովանություն։ Միանշանակ, արդեն պարզ է, բոլորին պարզ է, որ Անցողիկ շեմը հաղթահարել էր, հիմա իրանք ապօրին այդ 3 ընտրատեղամասի արդյունքները չեղյալ են անում, 3000 ավելի քաղաքացիների սահմանադրական իրավունքը ոտնահարում են, քանի որ այդ մարդիկ գնացել էին ընտրատեղամասեր, իրենց համար իշխանություն ձևավորելու ակնկալիքով ոտնահարում են, զինվորների մեր ընտրությունը ոտնահարում են, ասում են, այդտեղ մենք մեր իրենց կարճ խելքով այդ 3 ընտրատեղամասի արդյունքները չեղյալ ենք հայտարարում։ Բայց հարց են տալիս իրենց, ասում են, կա տեսանյութ, ինչ որ մի փաստ, որ 8-ից հետո են մտել,
զինվորները քվեարկության կամ ներսում են եղել, դե ներսում արդեն օրենքով է, միջև վերջի քվեարկողը պետք է ասում է ոչ չկա, մենք լրատվականներից տեսել ենք, այդպես էլ որոշել ենք։ Հեսա ամբողջ իրականությունը Վահագն Հովակիմյանի դեմքով։ Այս ամենը ձեզ ինչ է հիշեցնում։ Խամաճիկների պետական թատրոնը։ Այս ամեն ինչ հիշեցնում է մի խայտարակություն, ոչ մի պարագայում մեր քաղաքացիները արդեն պետք էլ չի։ Բոլորը գիտեն, որ սա ընտրություն չէր, սա խայտարակություն էր։ Մի ամբողջ կուսակցության մոտ 60,000 ձայն ստացած քվեները հոդս է ցնդում։ Գողանում են, ուրիշ ոչինչ։ Կարևորը մեր քաղաքացիները տեսնում են, թե ինչ է կատարում։ Իսկ այս ամենի ապօրինությունները, այս ամենի խայտարակությունը, որ Սահմանադրական դատարանի դատավորները պետք է վերջնարդյունքը հուլիսի 4-ին հրապարակեն, իմ կարծիքով չի լինելու այս ամբողջ փաստերը կոծկել։ Այսինքն դուք կիսում եք ձեր ընդդիմադիր գործիչների, քաղաքական գործիչների այն տեսակետը, որ այստեղ նկարչություն է տեղի ունեցել։ Խայտարակ նկարչություն, fake նկարիչը վերցրել է վրձինը ու աչ ու ձախ խզբզել է, ուրիշ ոչ մի բան։ Պարոն Ստեփանյան, տեսեք, ժողովուրդը շարունակում է անորոշության մեջ մնալ եւ առնվազն առ այսօր հայտնի չէ ընդդիմադիրները կվերցնեն մանդատները, թե չեն վերցնի։ Բայց միևնույն ժամանակ հարցս ուրիշ բանի մասին է։ Մի կողմից ընդդիմությունն ասում է, որ ընտրությունները լեգիտիմ չեն անցել, միևնույն ժամանակ, եթե վերցնի մանդատները եւ մտնի խորհրդարան, արդյոք սա չի նշանակի, որ ընդդիմությունն ինքն իր ձեռքով կլեգիտիմացնի ընտրությունները եւ փաստացի այս բոլոր հայտարարությունները ուղղակիորեն կփոշիանան։ Ցանկացած իրական ընդդիմադիր ուժ մասնակցում էր համապետական ընտրություններին եւ մեր քաղաքացիներին իրազեկում էր, որ իրենք գնալու են միջև վերջ մի սկզբունքով, մի վերջնարդյունք ստանալու համար։ Դա էր իշխանափոխությունը։ Ցանկացած ընդդիմադիր ուժի ձայն տված մեր քաղաքացին մեկ նպատակ ուներ՝ իշխանափոխություն, քանի որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է շատ բարդագույն խնդիրների առաջ եւ այս մարդիկ տեսնում են ցանկացած ուժի մեջ իրենց, այսպես ասած, փրկությունը, Հայաստանի Հանրապետության փրկությունը։ Հիմա այսպես է դասավորվել, թե հունիսի 4-ին Բարձր Ատյանը ինչ եզրակացություն կտա, ըստ այդմ թող ցանկացած ընդդիմադիր ուժ իր ընտրողների առաջ կանգնի եւ պատասխան տա։ Վերցնում է մանդատները, թե չի վերցնում։ Ես մեկ բան գիտեմ, եթե Բարձր դատարանը իր բարձունքի վրա գտնվի եւ վերականգնի Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայների մանդատները, մեկ խնդիրը լուծվում։ 3 ընդդիմադիր ուժերը կարողանում են այնպես անել, որ քաղաքացիական պայմանագիրը 3/5 մեծամասնություն չունենա ու եւ տարբեր օրենքներ չկարողանա կյանքի կոչել։ Հիմա ամսի 4-ից հետո թող բոլոր ուժերը հայտարարեն ինչ են վերցնելու մանդատները կամ չեն վերցնելու մանդատները եւ պատասխան տան իրենց ընտրողների առաջ։ Պարոն Ստեփանյան, ի վերջո ընդդիմությունը ինչ սխալներ թույլ տվեց, հավաքական ընդդիմության մասին է խոսքս, ինչ սխալներ թույլ տվեց եւ հետընտրական process-ներում եւ նախընտրական process-ներում, որ չհաջողվեց նրանց Փաշինյանին ուրեմն տանել ընտրության ձևաչափով իշխանությունից զրկել։ Ես մեկ բան հիշեցնեմ, որ հենց նույն քաղաքացիական պայմանագիրն էր, որ ասում էր 65% խփելու ենք Հայաստանի Հանրապետությունը մեր fake խաղաղությանը կողմը եւ գնալու է 65% ձայն տա։ Այսքան ապօրինությունների, այսքան շանտաժի, այսքան վարչական ռեսուրսի կիրառման պարագայում անգամ 50% չհավաքեցինք, 49% այն էլ փոշիացման արդյունքում։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիրների գործունեությանը, ես տեսել եմ, որ բոլոր ընդդիմադիր ուժերը տարբեր քարոզարշավների մեր հայրենակիցների հետ շփվել են, բացատրել են։ Ուղղակի մեկ բան էր չկարողացանք բոլորս իրար հետ այնպես անել, որ մեր քաղաքացիները էլ ավելի բարձր մասնակցություն ցուցաբերեն։ 1.5 միլիոն մասնակցության պարագայում նույնպես քաղաքացիական պայմանագիրը չկարողացավ 50+1 հավաքել։ Ինքը չունի մեծամասնություն, ինքը չունի իշխանություն։ Մեր սահմանադրությունն է այդպես գրած, որ 50+1 պարագա չունենալու դեպքում էլ դու կարող ես այս փոշիացած ձայներով եւ այսպես վերցնել իշխանություն։ Իսկ ինչ վերաբերում է մեր քաղաքացիներին, ես տեսնում եմ արդեն շատերի մոտ հիասթափություն ինչի համար։ Նրանք հիասթափվել են ընտրական այս process-ից։
Եթե մեր ժողովուրդը ասում էր, որ մեր ձայնը վճռորոշ չի, մենք համոզեցինք, խնդրեցինք, որ դուրս եկեք ձեր տաներից, գնացեք մասնակցեք։ Մարդիկ գնացին մասնակցեցին, հիմա ինձ անձամբ փողոցում տեսնում են, ասում են ձեզ լսելով եկել ենք մասնակցել ենք, ձեզ ձայն ենք տվել, բա դուք ուր ա մեր տված ձայները, ուր այդ 60,000 ձայները, խի գողացան, դուք խի չեք կարողանում մի բան անել։ Հիմա էսա։ Մի ապաթիա ժողովրդի մոտ, որ այս սրանից հետո էլ ոչ մեկին չենք վստահում իշխանության մասին է, որոնք որ մեզ վստահեցնում են, որ մեր ձեռքերը կկտրենք, բայց ընտրության արդյունքները չենք կեղծի։ Ես դեռ չեմ տեսել ոչ մեկ, որ իր ձեռքը կտրի, իսկ ես տեսել եմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 3 բարձր ատյանում ասում էր, այո, գողացել են գնդակը։ Նորից հիշեցնում, գնդակը Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայներն էր։ Հիմա գնում են ապօրինության, թե ինչ կթողնի Սահմանադրական դատարանը, ինչ որոշում կայացնեն դատավորները, ամսի 4-ին ամբողջ Հայաստանի Հանրապետությունը եւ հայությունը կտեսնի։ Բայց հույս ունեք, որ անաչառություն Ես դեռ հույսով սպասում եմ, որ ամսի 4-ին մեր ժողովրդի տված քվեն Սահմանադրական դատարանը վերջնական չի ասի։ Այո, գողացել են, լավ են արել։ Ես հույս ունեմ։ Իսկ սրանից հետո եթե այդպիսի բան վճիռ կայացնի, իմացեք, որ մեր քաղաքացիները ընդմիշտ մոռանում են ընտրությունը մաքուր, թափանցիկ կազմակերպելու ցանկացած խոստում։ Շատ լավ։ Պարոն Ստեփանյան, մեկ այլ հարց։ Եթե ընդդիմության վարկանիշը, ել եմ ասում, սա հարցս վերաբերում է հավաքական ընդդիմությանը։ Եթե ընդդիմության վարկանիշը նվազել է, ապա ինչու է առ այսօր իշխանությունը շարունակում ռեպրեսիաներ կիրառել քաղաքական ամենատարբեր գործիչների նկատմամբ, կալանքներից, ձերբակալություններից սկսած մինչև ամենատարբեր մեղադրանքները։ Տեսանք ռեպրեսիաներ եւ նախընտրական process-ներում, եւ հետընտրականում, եւ ընտրությունը լրության օրը չեմ խոսում։ Այս ամենը ինչի մասին է խոսում։ Իսկ կարող է մի քիչ մտածենք, հասկանանք, որ քաղաքացիական պայմանագիրները հասկանում, որ ինքը ոչ լեգիտիմ իշխանություն է այս պահին, չունի մեծամասնություն, չունի տարբեր օրենքներ եւ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու իր նպատակին բաղձալի հասնելու հնարավորություն։ Իսկ կարող է մտածենք, որ վաղը կամ մյուս օրը վերջին արտահերտ նիստ են գումարում, որ տարբեր օրենքներ ընդունեն, չթողնեն մեր տարբեր երկրներում գտնվող քաղաքացիներին գան ընտրության մասնակցել։ Իսկ կարող է մտածենք, որ այս մարդիկ մտադրություն ունեն գնան նոր արտահերտ ընտրությունների։ Կարող է մտածենք, որ Սահմանադրական դատարանը ասելու է, այո, սա խայտարակ ընտրություններ չեղյալ ենք անում, գնում են կամ երկրորդ փուլ, կամ գնում ենք նոր ընտրությունների։ Ես շատ տարբեր մտավախություններ ունեմ, որ քաղաքացիական պայմանագիրը տեսնելով իր այս բարձր օգտագործվող վարչական ռեսուրսը այդպես էլ 51% չհավաքեց եւ այս նոր օրենքները կիրառելով տարբեր մարդկանց կալանավորելով ինքը ուզում է գնալ եւ ստանալ այդ բաղձալի իր 3.5 մեծ մասնակցության արդյունքում ինքը ստանա իր այդ ցանկալի արդյունքը 50%-ը եւ 3/5 մեծամասնությունը ազգային ժողովում։ Լավ, արտահերտ ընտրությունների մասին խոսեցիք, ինչ կշահի գործող իշխանությունը արտահերտ ընտրությունների գնալով։ Երկու բան։ Մեր ամենակարևոր խնդիրը կլինի, որ մեր Հայաստանի Հանրապետության բնակչությունը այլ մեծ մասնակցություն չեն ապահովի, որովհետև հասկացել են մարդիկ, որ չէ, մենք գնում ենք, ընտրում ենք, մեզ բանի տեղ չեն դնում, մենք իշխանություն չենք կարող ձևավորենք, մեր ձայնն էլ գողանում են։ Քիչ մասնակցություն դրսի մեր տարբեր երկրներում գտնվող մարդիկ չեն կարողանում մասնակցեն եւ ներսում գտնվող տարբեր քաղաքական ուժերի, առաջնորդների, տարբեր անհատներին չեզոքացնելով քիչ մասնակցության արդյունքում բարձր տոկոս խփել է։ Վարչական ռեսուրսներն օգտագործելով նաեւ։ Ինչ ուղղություններ փոխեցի վերջը վարչական ռեսուրսների օգտագործումը, բայց տեսնում ենք, որ 49% եւ մի փոքր ավելի ձայներ ընդամենը այդքանով հանդերձ կարողացավ տանել։ Մենք տեսել ենք չէ տարբեր տեսանյութեր քարոզարշավի ժամանակ քաղաքացիական պայմանագրի մանկապարտեզներ, դպրոցներ, բուժ հաստատություններ, տարբեր նախարարության աշխատողներ, ինչպես էին ասում, այո, մենք տարբեր մարզերից եկել ենք Երևան, մեզ ասել են նստեք ավտոբուսները, գնացեք մասնակցեք քաղաքացիական պայմանագրի հանրահավաքին։ Մարդիկ վախում են իրենց աշխատանքից, որովհետև Հայաստանի Հանրապետությունում հիմա ուղղակի սարսափելի դժվար է ապրելը։ Ամեն բան թանկացել է, ամեն բան բարդացել է, իսկ մարդիկ կորցնելով իրենց աշխատանքը չեն կարողալու իրենց ընտանիքը պահել։
Լավ, հենց ընտրությունների գիշերը Նիկոլ Փաշինյանը ասուլիս է հրավիրում եւ ժամը գիշերը 2-ին հայտարարում է, որ ինքը հաղթանակ է տարել, չնայած որ դեռ կեսն էլ չէին հաշվել, հա, կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ կես ուրեմն դրատեղամասերի արդյունքները չէր ամփոփել։ Եվ այնտեղ հետևի պլանում տեսնում էինք ամենատարբեր նախարարներին եւ իրենց ինչ-որ թախծոտ հայացքներով։ Այդ հայացքները ինչի մասին էին վկայում, վստահաբար տեսել եք դրանք։ Ես նախ ասեմ, որ այդտեղ ոչ Նիկոլ Փաշինյանի դեմքին, ոչ իր հետևում կանգնած անձնավորությունների դեմքին չկար հաղթանակած թիմ։ 2005 ընտրատեղամասերից 200 կամ 300-ն էին դեռ հաշվարկել, չկար վերջնական արդյունքը, անգամ 50%-ը չէին հաշվարկել, այս մարդիկ գնացին հայտարարեցին, որ հաղթել են, հետո հաշվարկը կանգնեց, հետո հենց նույն բարգավաճի ձայների արդյունքում թե ինչ այնտեղ էր, որովհետև այդ ժամին արդեն 5.5% էր, հետո առավոտյան դարձավ 3.99%, այդ մարդկանց դեմքերին չկար հաղթանակ։ Իրենք լավ հասկացել էին այսքան վարչական ռեսուրսերով, այսքան ճնշումներով, անգամ 50%, մոտ 50% ձայն չհավաքեցին։ Իսկ ես հիշում եմ նախորդ ընտրություններին արտահերտ ազգային ժողովի, որտեղ որ նույն Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքացիական պայմանագիրը իրենց նախընտրական շտաբում գիշերը արդեն մի մեծ հրավառություն էին արել, շամպայներ էին բացում, գոռում էին ապագա կա, հիմա չկա ապագա։ Իսկ այս անգամ դուք որ տեսնեք կհասկանաք, իրենք լավ հասկանում են։ Իրանցից լավ ոչ մեկ չի տիրապետում ինչա կատարում Հայաստանի Հանրապետության քաղաքացու գլխում։ Թե ինչ արդյունքների կբերի այս ամեն ինչը, մենք օրեցօր տեսնում ենք։ Պարոն Ստեփանյան, չեմ կարող նաև չհարցնել քաղաքապետարանում վերջին օրերին տեղի ունեցած ծեծու ջարդի մասին, ինչի հետևանքներ սա։ Սա եւս մենք անգամ հիշեցնեմ, որ երբ քաղաքացիական պայմանագիրը 23 թվականի ավականու ընտրություններին 850,000 ընտրողից ընդամենը ստացավ մոտ 70,000 ձայն, ինքը լավ հասկանում էր, որ ոչ լեգիտիմ իշխանություն է։ Այլևս կորցրել է իր միանշանակ։ Դա տարբեր քաղաքական ուժերի արդյունքում մերձեցման, շփման արդյունքում Բաղձալի աթորսենց նստել է այնտեղ ու գիտի, որ Երևանը կառավարում։ Երևանը խայտարակ կառավարում է, ձախողված կառավարում է տարբեր ոլորտներում, դուք այստեղից կարող եք դուրս գալ եւ տեսնել։ Անկամ ամառային այս վիճակում, որտեղ որ դպրոցներ, մանկապարտեզներ, տարբեր հաստատություններ արձակուրդում են, Երևան քաղաքը ուղղակի խցանման մեջ կանգնած է։ Հիմա այս կառավարումը տապալածները չեն կարողանում մեր հարցերին պատասխանել։ Երբ դու գնում ես Երևանի ավականու նիստին, դու պարտավոր ես երևանցիներին հուզող հարցերը տալ ուղիղ Երևանի 9% ձայն ստացած քաղաքապետին եւ իր չինովնիկներին, ստանալ պատասխան։ Հիմա այս մարդիկ որ չեն կարողանում պատասխան տալ, ասում ենք ուր է 2 միլիարդ 100 միլիոն դրամը կարմիր գծերից, որ մեջ է կարել, պատասխան է Երևանը խցանման մեջ է։ Տրոլեյբուսներ, ավտոբուսների խնդիրները, տարբեր աղբահանությունից դուրս եկած միջև շին հրապարակներ, որ Երևան քաղաքը շին հրապարակ 21000 շին թույլտվություն է տվել։ Ինչի համար է տվել խցանում, կոյուղատար, ջուր, լույս, ոչ մի բան չի հերիքելու, այս քաղաքը դարձնելու է կոլապսի մեջ։ Այս մարդիկ չեն կարողանում պատասխանել, դրա դիմաց դուրս են գալ իրենց ավականու անդամներ ոմանք ու սկսում են քաղաքական ելույթներ ունենալ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը այդ ավականու նիստերի դալիճ եթե դարձրել են քաղաքական ելույթների տեղ, ես հակառակը գիտեմ։ Ես գիտեմ, որ ազգային ժողովի ամբիոնն է քաղաքական ելույթների տեղ։ Իսկ քաղաքինը ավականու խնդիրները Երևանի պետք է այս մարդիկ չկարողանալով պատասխանել տանում են ուրիշ դար, սկսում են քաղաքական։ Այնտեղ մի հատ կին գոյություն ունի Երևանի ավականում ՔՊ-ը, ասում է ձեզ տանձիկ ենք սարքելու ազգային ժողովում, ձեզ բոմժ ենք դարձնելու։ Այս խոսույթը եթե կինը իրեն թույլ է տալիս, ուրեմն այդ կինը հենց այդ բնակավարից, այդ տանից դուրս եկած է, ինքը տեսել է։ Ոչ մեկ մեզ տանձիկ չի կարող դարձնել, սարքել, անգամ այդ կնոջ ուղղակի ես չեմ կարող իրեն պատասխանեմ։ Իսկ ինչ վերաբերում է նման խոսույթին, ինչքան խոսան տասնապատիկ, հազարապատիկ ստանալու։ Մենք ասել ենք եկեք, նորմալ, շփվեք, պատասխանեք մեր հարցերին, ասեք ինչ եք անում Երևանի ու Երևանցու հետ, այս թանկացումները միջև ուր եք տանելու, երևանցին իմանա, չունեն պատասխանը, գիտեն, չունեն, տանում են ուրիշ դաշտ, կռի սարքելու, ուշադրությունը չի լինելու նման բան։ Մենք գալու ենք Երևանի ավականու նիստերին ու բարձրացնենք Երևանի խնդիրները, օրեցօր թանկացումները ու օրեցօր տապալումները կառավարման։ Ինչքան կռիվ սարքեն, ինչքան ուզենան լկտի պատասխաններ տանք, մենք այդ մակարդակի չենք իջնելու։ Բայց նորից կրկնում եմ,
ինչքան վիրավոր են, հազարապատիկ վիրավորվելու են, ինչքան ուզենան ձեռքերին արտոնություն տան, տասնապատիկ մենք ենք տալու։ Իսկ եթե կուզենան նորմալ Երևանցին տեսնի թեղը, ինչ նիստա, ինչի մասին է, Երևանի ու իր մասին է երևանցու, հանգիստ կարող են մեր հարցերին պատասխանել։ Ուր է գումարները, ուր է մսխված գումարները, ուր է միլիարդավոր դրամները, ուր է նոր ասֆալտ արած, 10 օր առաջ ասֆալտ արած, միլիարդավոր դրամներ դուրս գրած ասֆալտի գումարը, որը որ հենց հիմա մարդիկ ձեռքով քանդում են։ Ուր է այդ գումարները, ով է մսխել։ Պատասխանեք։ Իսկ Եվ ինչի որակյալ չի։ Ինչի որակյալ ունի, կգրեն 5 սանտիմետր լայն բանը, խորությամբ, լայնությամբ, հաստությամբ ասֆալտ, կլցնեն 3 սանտիմետր, այդ 2 սանտիմետր միլիարդավոր դրամները մեջ կանեն։ Ուր է, այդ ում փողերն է, ում գումարներն է, երևանցիների գույքահարկն է, երևանցիների մեքենաների գույքահարկն է, երևանցիների վճարներն է։ Իսկ եթե երևանցիները այդ վճարները չանի, 5 րոպե հետո կասեն դուք ընկել եք հարկադիրի տակ։ Այս նման հարցերի պարագայում չեն կարողանում պատասխանել, տանում են ուրիշ դաշտ, ինչքան ուզեք տարեք, ինչքան ուրիշ օրինակներ բերեք, ուզենաք այդ Երևանի ավականունիստը վերածեք մի հատ փողոցային վիճակի, որտեղ որ մարդիկ իրար ձեռքերով հարված են, մենք դրանից հետ չենք կանգնելու, կուզեք լինենք 150 հոգի, մենք լինենք 7 հոգի, խնդիր չկա, միջևերջ պայքարելու ենք, միջևերջ Երևանցին տեսնելու է, թե դուք ով եք։ Երևանցին տեսնում է այսօր։ Միանշանակ տեսնում է, ոնց չի տեսնում։ Երևանցին հիմա դուրս է գալի դուրս, տեսնում ես փոշին, կանաչը, այն որ ասում է արմատներից կտրած, խայտարակ խցանումներ, կոյուղատարը խայտարակ վիճակում, ինչ Դավիթ, է բողոքը տեսնում։ ինչպես պիտի արտահայտի Երևանցին եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ իր բողոքը ի վերջո լսելի դառնա։ Իր բողոքը լսելի չի դառնալու, քանի որ այս մարդիկ չեն լսում Երևանցու։ Երևանցու այդ խազը կապը խզել են, ինչ ուզում են անում են, ասում են թե Երևանցին մեզ ինչ ասի իր մտքում անցնի, բայց մենք ինչ սրտիկ ցույց կտանք, խոնարհվենք, սիրեն, այսի ժամանակի ընթացքում ընտրությունների նախաշեմին, այսա մի քանի օր հետո կմոռանան այդ սրտիկներն էլ, այդ սիրելն էլ ու կսկսեն նորից գնալ այդ իրենց ապօրինությունների, հազարավոր շինթույլտվություններ տան, հետո նորից կասեն, ստեղ կոյուղին չի երիքում, ջուրը չի երիքում, լույսը չի երիքում ու տենց շարունակ։ Իսկ երևանցիներին մենք ասել ենք բարձր մասնակցություն ցույց տվեք, նորից կրկնեմ, Երևան քաղաքում քաղաքացիական պայմանագիրը անգամ այս ընտրություններին է պարտվել։ Բայց քանի որ էլ ոչ մեկս չենք հավատում մաքուր արդար ընտրություններին, իսկ ամսի 4-ը, այնպես ասենք, հիշեմ, սիրելի հայրենակիցները, ամսի 4-ը սահմանական դատանը վերջնական մեզ բոլորիս կապացուցի այս ընտրություններին ինչա կատարվել, ինչպես է կատարվել եւ սահմանադրական դատարանը անկախ մարմին է, թե կենտրոնական ընտրական հանձնաժողովի պես գլուխը կախ խոնարհվող մարմին է։ Պարոն Ստեփանյան, այն ինչը որ կատարվում է այս օրերին եւ առհասարակ վերջին շրջանում մեր երկրում, չկենտրոնանանք միայն Երևանի վրա, կարող է դառնալ այն կետը, որտեղից հետո ընդդիմությունը եւս մեկ անգամ կմիավորվի եւ կհասնի իր այն նպատակին, որը կոչել է Նիկոլ Փաշինյանի հեռացում։ Ընդդիմության միավորումը միանշանակ բխում է հենց իրենց իսկ շահերից, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւս մեկ անգամ չպետք է տեսնի ընդդիմության այնպիսի քայլեր, որը որ խորը ապաթիայի կտանի եւ այնպես որ ասած վերջնական ընդդիմության ժողովրդի աչքերում ընդդիմությունը կփոշիանա։ Ընդդիմության տված ձայները մեկ նպատակ են ունեցել՝ իշխանափոխություն, քանի որ հենց նույն երևացին Հայաստանի Հանրապետության քաղաքացու վիճակը շատ վատ է։ Ոչ մի նոր զարգացում, ոչ մի դեպի լավը գնացող քայլեր մեր քաղաքացիները չեն տեսնում ցավոք։ Պարոն Ստեփանյան, ի վերջո այս բոլոր գործընթացները, որ տեղի են ունենում մեր երկրում, ծեծ ու ջարդ քաղաքապետարանի, սահմանադրական դատարանի շուրջ բոլորը կատարվող իրողությունները, շարունակվող ռեպրեսիաները, կալանքները, մեղադրանքները եւ այլն, այ ինչ քաղաքական օրակարգ են ձևավորում մեր երկրում։ Եվ արդյոք Հայաստանն այլևս ժողովրդավար պետություն չէ։ Ինչպես իրենք էին հռչակել թերևս։ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար բաստիոն հռչակածները հենց իրենց իսկ քայլերով ապացուցում են, որ մենք կապ չունենք ժողովրդավարության հետ, երբևիցե կապել չենք ունեցել։ Հենց այս Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցողը, հիշեցնեմ, ասենք, քաղաքացիական պայմանագիրը ասում էր, նախկինների ժամանակ պատժեզներում ծեծում էին մեր ընդդիմադիր մարդկանց, հիմա
ինչ տեսանք, Երևանի քաղաքապետարան, Ուղիղ եթերներում։ ազգային ժողով, որտեղ է մնացել ժողովրդավարությունը։ Իսկ ժողովրդավարության վերջի բաստիոնի, այն ամենավերջի փշուրը վերջնական sense փշրվեց գնաց են կողմ, դա արդար ազնիվ ընտրություններ կազմակերպելն էր, որը որ ժողովրդավարական երկրներում ամենակարկառուն, որ ասում են, այդ կարմիր գծից պետք է չանցնեին։ Մեր մոտ դա էլ անցավ, վերջնական փշրվեց այդ միֆը, ոչ ընտրությունները, ոչ տարբեր քաղաքական ինստիտուտներում այդպես չեն վարվում են մարդկանց հետ, ովքեր որ պետական կառույցներում են աշխատում, ստիպեն, որ պետք է գնաս ընտրես այսինչ կուսակցությանը, այլապես դու աշխատանքից կազատվես, քո բարեկամները կազատվեն։ Մեզ հազարավոր մարդիկ են ասել, խնդրում ենք, մենք ձեր այսպես քարոզարշավների ներկա չլինենք, որովհետև հորաքրոս աղջկան դպրոցի տնօրենի փոխտնօրենի պաշտոնից կազատեն։ Ու տեսնում ենք ամեն օր տարբեր սոցիալական ցանցերում կան, որ մարդիկ ասում են գնացել եք, մեզ չեք ընտրել, հիմա պետք է ազատվեք։ Ուր այստեղ ժողովրդավարություն, անցանք դա միֆ է, վերջնական ամեն ինչը ամսի 4-ին պարզ կդառնա բոլորիս։ Պարոն Ստեփանյան, ո՞րն է քաղաքացիական պայմանագրի եւ իրեն պարագլուխ համարվող Նիկոլ Փաշինյանի գլխավոր վախը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համախմբումը։ Իրենց միակ նպատակն է պարակտել, սեպ մխել մեր քաղաքացիների մեջ։ Իսկ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին համախմբվեց ու հասկացավ, թե ինչ օրհասական պահ է մեր մոտ, ինչ են բերելու մեր գլխին, այդ պարագայում իրենց վախը հենց տեղ է։ Իրանք հիմա էլ են վախի մեջ, քանի որ իրենց դրսի տերը, իրենց հանձնարարել են, որ պետք է սահմանադրական փոփոխությունների գնալ։ Դրսի տերեր ասելով նկատի ունեք Ադրբեջանին եւ Թուրքիային, թե բոլորը արևմուտք բոլորը նկատի ունեն իրենց, ովքեր որ կիրթ ու կառուցողականը, որ ասում են պետք է անպայման գնաք սահմանադրական փոփոխությունների։ Հիմա մեր ժողովուրդը դա չտվեց իրենց։ Հիմա թե ինչ կանեն, ոնց կանեն, մի ամբողջ կուսակցության դուրս կթողեն, որ այդ մանդատները գնա իրանց, թե հետո կգնան արտահերտ ընտրությունների բռնաճնշումների արդյունքում այդ ամեն ինչը կանեն, թե վաղը չեմիս օրը արտահերտ նիստ են գումարելու ազգային ժողովում այդ սահմանադրական փոփոխությունների համար պահանջվող 700 քանի հազար քվեի փոխարեն դարձնեն 500,000, թե ինչ կանեն, միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին թրքացմանը, թրքի առաջ կզելուն եւ կիրթ ու կառուցողական Ալիևի պահանջներին դեմ է, չի լինելու։ Հայաստանը մնալու է հային, իսկ ցանկացած իշխանություն ժամանակավոր է եւ վերջը պատասխան է տալու ամեն արարքի համար։ Երբ պատասխան կտա Փաշինյանը։ Իմ կարծիքով ով Հայաստանի Հանրապետության գլխին տարբեր արհավիկներ ա բերել ու հային այս կարգի ստորացրելա, շատ շուտով պատասխան է տալու։ Ու ով ու ովքեր։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Ստեփանյան։ Իսկ ես հիշեցնեմ, որ զրուցում է Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի հետ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։